Ողջույն, բարի երեկո ժողովուրդ ջան։ Հարգանքներս բոլորիդ։ Եկեք մի քանի բառ խոսենք ու եթե ուժեղ եք ձեզ համարում, ապա փորձեք լինել adekvat ու միակողմանի չդիտել ամեն ինչին։ Եկեք բոլոր կողմերով քննարկենք, եթե կարող ենք։ Այս ամեն ինչը ինչ տեղի է ունենում։ Որովհետև այն ինչ տեղի է ունենում ցավալի է, եւ քանի որ երբեմն որոշ իրադարձություններում գործողություններին խառնվում են քաղաքացիները բազմաշերտ, բազմահազար են, ամեն մեկ իր գործելավոճով, պատկերացումով ու բնականաբար հնարավոր են տարատեսակ մոտեցումներ, որոնք անդուր բան կստացվի։ Ուրեմն նախ Հովանավանքում մատուցված պատարակը, էջ միացնում մատուցված պատարակը, քանի մարդ կար, ինչ կար, ես ես մրցակցության դաշտը համարում եմ թողնենք, ակնհայտորեն այնտեղ իօգուտ կտրիչ Ներսիսյանի չի ամեն ինչ, բայց թողնենք։ Մենք այլ տեսանկյունից ենք նայում, մենք մրցակցություն չենք ուզում ստեղծենք։ Տեսեք։ Նախ սկսենք լրագրողներից։ Այս լրագրողներ ջան, դուք հաճախ ձեր մանիպուլատիվ գործունեությունը, քանի որ ասում ենք, որ դուք վերբալներ եք, իսկ դուք վերբալներ եք, երբ մոտենում եք որևիցե պատգամավորի, անպայման շեշտում եք, հարց եք տալիս, ասում եք, հանրությունը այսպիսի բան է, հարց է բարձրացնում, հանրությունը այսպես, բայց արի ու տես, երբ որ հանրությունը ձեզ ուղիղ խնդրում է եւ ուղիղ ասում է, հատկապես 24 News-ի երիտասարդ աղջկան, ասում է, որ հանրությունը խնդրանք ունի, որպեսզի զանգեք Մայրաթորի լրատվական բաժին, կապերի այդ բանի բաժին, ու հստակ հարց տակ, դուք թողնում թռնում եք, ու այլ բան եք մեկնաբանում։ Ու նման գործելավոճը հենց բերում է նրան, որ մենք կարծում ենք, որ դուք այո, բոլորդ էլ վերբալներ եք, բացի այն կակադուից, այն կակադուն առհասարակ ուրիշ սորտ է, էդի հետ։ Դուք հանրության կարծիքը չեք ներկայացնում, ձեզանից ոչ ոք այսօր հանրության լայն զանգվածի կողմից բարձրացրած հարցերն ընդունում մինչև երկրի առաջնորդ։ Եթե երկրի առաջնորդը հիմա ինչ-որ մի անհամեստ բան անի, դուք կհիշեք, որ ինքը վարչապետն է, չէ՞, ես ինչ անհամեստ բան է անում, չէ՞։ Բայց երկրի այդ նույն վարչապետը, ում որ վռած կֆիքսեք ու ինչ ասես կասեք, բան է ասել է կտրիճը երեխեք ունի։ Այսօր էջ միացնում որևիցե մեկըտ, այնտեղ ներկաներից որևիցե մեկին, այս թեմայով հարց, կարծիք, հարցրել եք թե ոչ։ Ոչ։ Ինչու ոչ, որովհետև դուք ղրգած եք, դուք լրագրող չեք։ Դուք ձեր անձնական գործունեությամբ հասցրել եք լրագրողի մասնագիտությունը շրիշակից ցածր մակարդակի ու մոտ տպավորությունն է, որ ձեզ ինչ իրավիճակում էլ դնեն, դուք կմխտարեք տվյալ ասպարեզը։ Այդպես չի։ Այսօր էջ միացնում որևիցե մեկըտ, ինչու այդ հարցը չեք տալիս, հանրության լայն զանգվածի հարցն է դա, և երկրի վարչապետի։ Երբ որ երկրի վարչապետը ասում էր գնա քեռակնկանը դոմփի, սաղը փոխանակ բովանդակության անդրադառնեք ձևն եք նկարագրում, ոնց թե դոմփի, ես ինչ եք անում բայց հետո վիդեոներ դնում, լավ էլ դոմփում է, հենց կակրազել ու ուրիշ բան չի անում, հենց էլ դոմփում է։ Ու դուք գնում եք, այս միացին, այս հարցը բացարձակ ձեզ չի տանջում։ Ոյ, մենք լրագրողներս գիտեք ՏՌՖ-ը։ Սենց չի։ Ես այս ամբողջ բազարի մեջ, ես Facebook-յան օգտատերերին էլ շատերին նկատի կունենամ հեսա, գուցե ոչ անուններով,
Այս սաղ բազարի մեջ ամենաշատը ամեն դեպքում ատեցիկ կեղծ բարեպաշտներին։ Կեղծ բարեպաշտներին։ Հիմա ասեմ ինչ նկատի ունեմ։ Նաև նստած բոլորը լոլո են կարդում։ Արշակ պղծազանի սեռական կյանքը պետք է հրապարակել թե ոչ։ Գիտեք, ես այնպիսի այնքանն եմ, որովհետև նախ եւ առաջ։ Եվ ես կարծում եմ, որ դա առհասարակ, չգիտեմ, ինչ մի հատ բան է։ Լուրջ եք ասում։ Բայց այսօր պատարագին, երբ ես այսինչ վայրում, չգիտեմ, ինչ էի անում։ Դուք չեք զգում, որ դուք ձեզ խաբում եք։ Մենք ջանդամ։ Չեք զգում, որ ձեզ խաբում եք դուք։ Ինչ եք դուք ձեզ խաբում։ Որովհետև վախենում եք դուք ձեզ ճիշտը ասել։ Ես դրանք չեմ տարածի այդպիսի բաները եւ կարծում եմ, որ տարածողները, այո, չես տարածում, մի տարածի։ Տապոր։ Մեկը ես, սոս մի սարտաշ չեմ տարածել։ Պես կներեք, դա սկանդալային տեսանյութ է։ Սկանդալային։ Բայց ես այսօր կգնամ մեջ միացին, որովհետև Տեր Արամը կարգալույց է եղել։ Լուրջ։ Իսկ արշակի ձեռքից նշխար կերակ։ Սաղ դրել են, այսօր մեկը եկել էր ընդեղ, ես ճիշտ ասած ներկա չեմ եղել, հետևել եմ բաներով։ Ստեփան Ասատրյանը իրավունք չունի պատարակ մատուցել։ Լուրջ ես ասում ապեր, ինչու։ Դու կարող ես ինձ ասել ինչու։ Որովհետև նրանք կարգալույց են արել։ Ինչու։ Երկրորդ ինչուն է գալիս։ Տեղյակ եք ինչու։ Այսքան մարդ քննարկում են Facebook-ում, կեսը ասում են կարգալույց անողը եղածը չի կարա կարգալույց անի, կեսը ասում են նա լավն է, կեսը ասում են նա վատն է, պղծավեց եկեղեցին, մյուսները չէ օրհնվեց եկեղեցին։ Արա, հարցերը տենց չեն, մտածում ու մեկնաբանությունն անում։ Հարց։ Ըստ ձեզանից որևիցե մեկը տեղյակ է, իսկ ինչու է Տեր Արամը կարգալույց եղել։ Այդ թղթի վրա, որտեղ որ գրվում է հենց այդ, որ տեղի ունեցել SSSS, եղել է SSSS, ուստի կարգալույց ենք, նկատողություն չէ, կարգալույց ենք անում։ Հետո ստորագրում են եպիսկոպոսներից, հետո վերջում դիվանապետը, քերակնգան դոմպողը, վանդալիստը։ Հասկացաք։ Տեղյակ եք ինչ ա գրած այդ թղթի մեջ։ Իսկ ձեր մոտ հարց չի առաջանում, լավ ես, Տեր Արամը խի չի ընդունում դա։ Քիչ է ընդունում, դա սիստեմա չէ, եւ այդ սիստեմը կապ չունի ինչա ոնց է, դու դրա ներկայացուցիչն ես, պիտի ընդունես։ Եկել էին կապիկներ, չէ, իսկ ձեզ ով է օծել, որ ասի, այսիշ մարդը ասի, բա հենց ինքն որ ոնց էր էդի հաշիվ էր, երբ որ կարգալույց անում հաշիվ չէր, այս սրա տակ են տանում, էլի կապիկները։ Ծանոթացել եք այդ փաստաթղթին, լավ խեն ես տղին կարգալույց արել, ինչ է չի, չեն կարգալույց արել։ Կամ այդ որ քահանայի կարգալույց լինելուց եք այսքան իրար խառնված եղել, շատ բարեպաշտ, շատ քրիստոնյա լրագրողական համայնք։ Որ մեկի։ Դուք տեսել եք մինչև այսօր ինչքան կարգալույց եղած եկեղեցականներ են խոսել եւ խոսել են առանց ինչ-որ բան ակնկալելու։ Ու դուք ոնց չեք ցանկացել հետաքրքրվել նրանցով։ Եվ 90%-ն էլ դեռ չեն խոսել եւ չեն խոսել, տենց։ Իսկ ընթերցել եք ներքին կանոնադրությունը տվյալ կրոնական կազմակերպության։ Թե մենակ իրավական մասով եք նայում։ Իսկ երբ որ իրավական մասով նայում ես, Արաս Զորաբյան, ես երեք բավականին նուրբ քաղաքացիա, փորձում ես քաղաքավարի վերաբերվել,
կարծում են, թե դու տենց ասելիք չունեիր, տենց այդպես, էլի։ Քաղաքավարի վերաբերվում ենք, ինչ ես այսօր կապիկություն անում այդ տղա։ Արազ Զորաբյան։ Դու ով էիր այսօր այնտեղ, մետ կարանք խիր գնացել դու արա։ Գնացել էիր հարամելու արա։ Հա? Այդ որ հոդվածներս կարտում պատարակը հարամել է ինչա։ Դու այսօր գնացել էիր հարամելու, այդ հոդվածը քեզ չէր վերաբերվում։ Ոչ սա օրինակա չի, դու դատավորն ես, արդեն օրինական վճռի մեջ ես դրել, որոշել ես զգաս ու տենց, հա, արդեն կա հա այդ վերձիկտը, թե դու կաթողիկոսն ես, լավ սաղ ճիշտ ես արել ու որոշել ես ու եկել ես ստանալու, թե գուցե դու ուժային կառույցն ես մի հատ էլ բոլորին ուժով ընդեղից անել դուրս, քաղաքացիներն էլ կողքդ հավաքվել են, խես անհարգալից խոսում արա, հլը մի րոպե, հլը կանգնեք, դու ով ես արա, Կաշտումդ հակիցդ հանեն տակը բան չի մնա արա, դու ով ես, դու ոնց կարաս մարդուն հրահանգես մի բան անի, այդ փաստաբան, ոնց եք ինձ ասում դերասան ես գրա դերասանությունը տարա, բա փաստաբան ես գրա փաստաբանությունը տարա, ինչ ես եկել է ընգել է տեղ, ով եք դուք, դե եթե տենց ենք մտա, այ հենց էդ էլա կեղծ բարեպաշտություն, Էդ էլ է կերս բարեպաշտություն, դու դերասան ես, դու գնա դերասանությունը տարա, դու մալյար ես, դու գնա մալյարությունը տարա, իսկ ես տգետ ես կփորձեմ ձեզ կառավարել, առահա քո բախտից, այդ տաղա, ով էր դու ուտե, խիր գնաց է, դու երեք լրագրողների առաջ իմ դեմը, երեք էր թե առաջի օրը, արդեն չեմ հիշում, առաջին օրը, Իմ դեմը լրագրողների առաջ կանգնել ասել ես քո փաստաբանական մոտեցումով ես չեմ խանգարել, չեմ ոչ ոք չի խանգարել, չեք ես այնտեղ։ Կանգնել ասել ես, որ դուք արդեն ունեք փաստեր, որ ես եղել են, հավաքագրել եք գնում եք, հավաքագրեցեք սիկտիր եղեք, խելի հետ եկա կարա։ Խեք այսօր եկե։ Հավաքագրել ինչ ձեզ պետք էր դատարանի համար, փաստեր, ձեզ թույլ են տվել հավաքել եք, ըստ ձեզ։ Այսօր եկել կանգնել եք ձեր արևին ընդեղ հարց եք ուզում լուծեք, սա խոչընդո, միակ կողմանի չես մոտենում։ Հուլես մարդիկ, դուք գիտեք ինչ կա, դուք բոլորդ գիտեք որտեղ եք հաբրգում, որ դուք վստահ եք, որ բոլոր ժողովրդավար ուժերին սատարող քաղաքացիները, թե իշխանություններին, թե արտախորհրդարանական ընդդիմության շատ հարգելի ներկայացուցիչներ, դրանից ոչ ոք ձեզ շատ սատակ չի անի, այ դուք այդտեղ եք դուխով գալիս են գնում մեյդան, բայց եթե ձեր կուտոկի մեջ մեկը մի հատ այլակարծություն հայտնի, շանորը կդնեք, դուք ինքներդ, որտեղ դուք վայրենի եք, վայրենի ու եղել ա տենց դեպքեր, այսօր մի հատ բան եմ նայում, Մեկը դրա մահվոնա, ընդեղից սա այն քաղաքացին է, ով ազատության հրապարակում բոլորին կանչում էր օգնեցեք, բայց դամբուլ, բախեր ասում օգնեցեք, խեր կանչում, որտեղ ողմակով հասել եք վրեն, որով հետև եկել էր ձեր մեջ իր կարծիքներ ասում, հասել եք վրեն, այդ դալբայոբներ, դե արի մի ասա, իսկ այսօր ես գատ են, որ եկավ էստեղ գորգրыз, հասան վրեն, վերջին առանձնացրին, Սինքեր գնաց դուր, որևիցե մեկը հարցակվեց վրեն, կամ հիմի այս գյադի վրա այդ հոդվածը չի աշխատելու, հիմա մանրամասն եմ ինչու պիտի աշխատի, մարդիկ էլ են հարցրել ինչու, հիմա ասեմ ինչու, ըստ էության ինչու են կարգալույց անում, թղթի մեջ գրածով, հա, երեք մեկը ասեցի, բթնոցի պատմությունը, Այդ բանը որ տալիս է, բթնոցը, մեկի գիրկը երեխան ձերքը տեղ, վայ պղծել է, տեր արամը քանի որ թապով չի կաժել ձերքից։ Չնայած տես բաներ կարան լինեն։ Երկրորդ, որովհետև վարկաբեկել է, հեղինակը զրկել է, եկեղեցու, չգիտեմ ինչ է, բարձր անունը։ Լավ, կարող է նրանց խոսքը Պետրոսի հաղորդման մասին չի, ինչ իմանանք։ Մտածում եմ, ասում եմ կայմի աղբեր։ Okay, իսկ ոնց է կարգալույց անելու պրոցեսը գնում։ Պարզվում է, կարգալույց անելու
Այդ քննարկումը որ լինում է, հրավիրում են այդ մարդուն, պիտի մի հատ իրան լսեն պարտադիր։ Չէ, ասենք, ես չեմ կարող ասեմ, Պողոս դու հանցագործ ես ու վերջ դու հանցագործ ես։ Քանի որ ես որոշել եմ, որ դու հանցագործ ես, չէ, պիտի իրավական քննություն գնա, չէ։ Սա ներքին կանոնադրության համաձայն, նաև պիտի այդ մարդու ներկայությունը լինի եւ քննարկեն օրակարգը։ Այդ մարդուն կարգալույց են անում, թե չէ, կարող ենք մի հատ նենց բան ասում այդտեղ, որ այլոք են կարգալույց լինում։ Ընդ որում կարա իր բացակայությամբ որոշում կայացի, եթե նրա ներկայությունը անհնարին է։ Բայց այս տղեն ինքը քանի անգամ ասել, որ արա կազմակերպեք իմ այդտեղ լինելը։ Դուք չեք կազմակերպել։ Դուք ձեր կաստայով, ձեր բոզի տղերքով նստել եք ու որոշում եք կայացրել։ Հետևաբար այս տղան, երբ որ բերում եք ձեր որոշումը, ասում կներեք, ես սա չեմ կարող ընդունեմ, որովհետև ինքը ամենաշատն է հարգում եկեղեցու ներսի կանոնադրությունը, որոնք պիտի գործի ողջ եկեղեցին ու բոլոր եկեղեցականները։ Ինքը հարգում է դա, ինքը հարգում է համակարգն ու սիստեմը, հենց եկեղեցու։ Ասում եմ բան է խախտված, ես չեմ կարող սա ընդունեմ, եթե ընդունեմ, ես էլ կխախտեմ։ Հասկանում եք։ Որովհետև մեռնելուց 5 պակաս բիձա, պիդարած բիձա պրիտոմ, կներեք ես բարի համար, մանկապիղծ բիձա, միակողմանի որոշել է, որ ինքը տենց կարադնի ու ասի ու թակած ունի եկեղեցու ներքին կանոնադրական համակարգի վրա, դեռ լուսավորչի ժամանակներից եկող ու ամեն անգամ ինստիտուցիոնալ ձևով վրան բանանելով։ Նա թակած ունի, ու քանի որ թակած ունի, եկեղեցու կանոնակարգի վրա, ուրեմն Տեր Արամը բանա, կարգալույց է լինում։ Լուրջ եք խոսում, այո հենց սրա համար, այսինքն հետևաբար, քանի որ խախտվել է դա, հետևաբար դա ապօրինի որոշում է, դեռ դնենք կտրիչի անձը մի կողմ, այդ պեդոֆիլի, դնենք մի կողմ, խախտվել է էսի, հետևաբար անօրինական է։ Օրենքները հենց դրա մասին են, որպեսզի քայլ առ քայլ գործողությունը գնա նրա համար, այնպես, որ իրավական հիմքը ամուր լինի, որպեսզի վճիռը վիճահարույց չլինի։ Հասկացանք թե ոչ։ Ուստի վաղ է որոշել, թե ով է կարգալույց, ով չէ։ Հիմի կտրիչը վաղը որ զարթնի, քեզ ջահել ջան, որ այսօր եկել էր ընդեղ սադրում էր, ասի, քեզ արգելում եմ, արգելված է, հեսա թուղթը, քեզ արգելված է առհասարակ Հայաստանի որևիցե եկեղեցի մտնելը։ Դու ասելու ես օքեյ, հարց չկա ու գնաս առաջ, դու ասելու ես մի րոպե, ասելու ես չէ, հələ մի րոպե։ Այդ հələ մի րոպեն Տեր Արամն է ասել։ Հասկացաք։ Դեռ ես չեմ խորանում այն հանգամանքի մեջ, ինչ որ գրված է թղթին, այսինքն բան, նա վարկաբեկել է, չգիտեմ ինչ արել հեղինակությունը, դրա համար են կարգալությամբ։ Դեռ էստեղ վիճելի հարց կա, ինչով, ինչպես, սիրուն ձևակերպել դրել եք են, շաբլոն թուղթ եք անել դրել եք ընդեղ, բա լավ անում տղեն չի ընդունում, որովհետև ապօրինի եք դուք, այ հենց դրանով, ոչ թե որովհետև սեռաքաղցներ եք միայն, կամ ոչ թե որովհետև հոտին թողած անտեր գնացել եք ձեր անձնական կայֆերով ու կայծերով, այլ հենց դրա համար, որ գործընթացը ապօրինի է եղել, դեռ ձեր քերրոք կնգան դնենք մի կողմ, պրոցեսը ապօրինի է եղել, ուստի բոլոր նրանք, ովքեր անտեղյակ լինելով,
կամ տեղյակ լինելով ասում են պիղծա սա դրանով հստակ ցուցադրում են որ ունեն կողմնակալ մոտեցում եւ ես կողմնակալ մոտեցումը կեղծերի պիղծերի համար է որովհետեւ նրանք Աստծո առաջ վախենում են ուղիղ հայացքով կանգնել ու ասել այ այսպես չպիտի լիներ ինչու որովհետեւ Փաշինյանի անունն էլա ֆռմից մենք նրան ատում ենք չէ Ուրեմն ես հիմա մի քանի տես բաներին էլ ասեմ հելել եք գիտեք ինչ տարածվել է քերակնգան դոմփող սրբազանի վիդեոն ես ինքս առաջիններից մեկն եմ երևի տեսել ինձ թվում է զզվել նողկանք եմ ապրել հետ տալս եկել է հետ տալս որովհետև լսելը ուրիշ բան է վիզուալ տեսնելն ուրիշ բան է երկուսը տեղադրել եմ այն մնացածը չեմ տեղադրել ազնական նամակով ուզել են ուղարկել եմ չէ բայց չեմ տեղադրել հիմա մարդիկ կան որ փորձում են սովորացնել թե ինչն է կարելի ինչը ոչ Իսկ այդ մարդիկ, նույն այդ մարդիկ, ովքեր փորձում են լոլոկ արտալ ու սովորեցնել, թե արժեր արդյոք մարդու անձնական կյանք մտնել, թե ոչ, հետո նույն ոգեղենությամբ խոսում են, թե ով է պղծել, ով ոչ։ Լուրջ եք խոսում արա։ Ձեզ 5 տարի առնվազն հրապարակային ներկայացնում ենք այնպես, որ բոլորդ եք տեսել, դեռ դրանից առաջվանները մի կողմ։ Բոլորդ եք տեսել, թե ինչեր ենք պատմում, քանի անգամ եք որները պոկել դիվանից, ասել էլ մի րոպե արա, ես իմ եկեղեցին է, հլարի տենամ ես ինչ ես խոսում, 1, հլարի տենամ քո մասին ինչ են խոսում 2, քանի ստ եք հելել, արա, այ կեղծ բարեպաշտներ, չեք ուզում դուք ինքներդ ձեր էջում տեղադրեք, մի տեղադրեք, ես առանձին մի սիրով չեմ տեղադրել, ու որևիցե մեկ առանձին սիրով չի տեղադրել, Մի տեղադրեք, բայց տեղադրողներին դուք ո՞նց կարաք տես բան ասեք արա, դուք անասուն չեք արա։ Ասեք խի չեք տեղադրում, մի տեղադրեք, ձեր գործն է։ Իսկ այն նրանք ովքեր տեղադրում են, հիվանդեք, այդ տուֆտեք։ Այդքան եք արա։ Այդ չեք արա։ Մի ամբողջ սրբազանով քանի ամիս է ինչ ասես խոսում է մտնում դալբայոբի պես նայում եք ու ուզում եք մտածեք ես ճիշտ է խոսում թե չէ մեկ էլ այդ մի քանի ամիս հետոյում բանա հրապ ոնց որ ես հիմի խոսամ հայրենիքից գնամ մի հատ հայրենիքս բանը երկու պաշկա պաբիրոզով ծախեմ կլինի նորմալ արա ես չեմ հասկանում գժվել եք արա լրիվ Մարդ չի հասկանում ում հետ գործ ունի, հորս արեք մարդ չի հասկանում ում հետ վաբշե գորից տեսակ մարդկանց հետ գործ ունի։ Ձեր ձևակերպումներում զգուշ եղեք ու մի ընդհանրացրեք արա հանրությանը։ Այսօր եկել եք այ էսկիմոսներ, հանել եք դրոնը երկնակամարից աշխարհի ծերից։ Կներեք Հանել աշխարհի ծերից նկարել են ոսկի եկեղեցին է հազիվ երևում Տեսեք ժողովուրդ ինչքան քիչ մարդ կա այստեղ բանը յանի ֆիփի նման են ֆիփը երբ որ հրապարակում է գրում է այսքան մետր բարձրությունից անգամ դա է շատ ժամանակ գրում Հանել եք մի հատ տիեզե որ եկեղեցին չես տենում հետո գրառումից ես հասկանում որ ընդ եկեղեցին կա Տեսեք ինչ բա մի հատ էլ այնտեղ հանեի կոտ Կարևորը ձեր օլիգարխները ընդեղ էին, հա? Նա դեր ռեչմիացինն է, որ եթե ընդեղ կտրիշ ներսիսյանը պատարակը չանի, մի հատ բութուլկա դնեք, այդ բութուլկին անի, ավտոմատ մարդիկ կետան, որովհետև սուրբ էչմիացինն է դա։
ու մի հատ գյուղի փոքրիկ եկեղեցի։ Լուրջ ես մրցակցության մեջ եք, ուրեմն քաքեն ձեր կոճերին, 1000 կներեք, հազիվել եք, ուրեմն հասնում ա ձեզ։ Ուրեմն հասնում ա ձեզ։ Ես էլի մի հատ հիմնավորում, որ դուք ձեզանից ոչ մի բան չեք ներկայացնում։ Ինչ լրագրող, Պետրոս ջան, ինչ լրագրող, ուր է Հայաստանում լրագրող։ Ինչ լրագրող։ Այսինքն ամեն միկրոֆոն պոլիպետ բռնող բան է լրագրող, հա։ Երկու հատ հարցադրում չէ, կանգնել եմ լրագրողի հետ երկար զրուցում եմ, անգամ տեղյակ չի բանից։ Շատ նուրբ, այն թեմայով, որը լուսաբանում է, այդ թեմայի խորքից տեղյակ չի։ Միկրոֆոնը տվել են ձեր, ասել են սիկտիրեղի ինչ ուզում ես արա մի հատ նյութ, հավքի բերստե։ Այսօր իրանց ոնց էին պահում լրագրողները։ Այդ նույն լրագրողները 3 օրեր ընդեղ է, չէ։ Մենք տղեկով ընդեղ ենք։ Գալիս էին էլ գնում էին էլ։ Ուլի խելոք իրանց պահելով։ Որովհետև շատ լավ գիտեին, տեսնում էին ընդեղ ենք մենք։ Խելոք մենք չենք գնացել լրագրողի գործունեություն բանը խոչընդոտելու, մենք չենք թույլ տա որպեսզի իրանք դա բան անեն, էլի ծամուն սարքեն։ Բայց ավել պակաս բաներ էլ չեն։ Ու իրանք որ տենում էին ընդեղ էին, շատ լավ հասկանում էին, որ եթե հանկարծ բայց սադրիչ գործողություն անեն, իրանք գործունեությունը մենք ուղիղ եթերով կնկարագրենք, թե իրանք ինչով են զբաղված այդպես ու խիարը թարս կբուսնի։ Այդ դրա համար էր շատերի ոռը մխկտում են կակադույնը հետը։ Դրանք են լրագրող, լրագրողին հազարավոր մարդիկ օրական հարցը, բանը, վարչական ռեսուրս է կիրառվել, տո լավ է։ Դամբուլներին նայելը դու։ Մտնում են, գիտեք, ձեր բանը բովանդակությունը թողած, որ ոչինչ որ էտի արշակն է, ոչինչ որ սրբազան է ինքը, ոչինչ որ են էլ քերու կնիկն է, քերին էլ ոնց որ տեն մեռած։ Գայանե Ստեփանյան, ինձ ես ասում սադրիչ։ Մի հատ գրի հլա, այո թե ոչ աղջիկ ջան։ Հələ գրի այո թե ոչ արա։ Ասի դեմք ունի վաբշե, ուր այսի։ Հələ գրի այո թե ոչ արա է։ Բա պիտի մաքրվի, բա ինչ պիտի լինի, Ռիտա ջան։ Ու մեկնարկը այո տված է։ Ու այս կեղծ բարեպաշտները լավ կլինի թողեն իրենց քաղաքական մոտեցումը կենտրոնանան այս հարցերին։ Ուրեմն ասում ենք մարդը քանի ամիս առաջ ասում է գնա դու այնքան խոսած, այնքան բլթացես, վերջը մարդը գժվավ ասեց արա դու գնա քերոտ կնգան դոմփի մետ ինչ գործ ունես։ Սրանք հելան, փոխանակ պարզեն որ սփազանի մասին կլինի խոսքը։ Ինչն է ոնց թե քերոտ կնգան դոմփի։ Ոնց թե էս դուրս եկան ինչ ասել։ Վարչապետն ասես դոմփել բառը, դա մեր քրիստոնեական արժեքներին դեմ խոսույթ է։ Մենք բաներս, չգիտեմ, առաքյալներս այստեղ զարհուրեցին, լուրջ եք ասում հրա։ Գուցե մեկ բովանդակությունն հետևից գնայք արա։ Գնայք, ճարեք, գնայք, հետո գայք ասեք ապ է, դու էլ բդի դոմպելը չասեր։ Չնայած էլի եմ կրկնում այդ վիդեոները, որ նայում ես, հենց էլ դոմպում է։ Մարդը սխալ բան չի ասել։ Ավելի մեղմ է արտահայտվել կակրած։ Հələ այն ինչ որ կա, ես կարծում եմ շատ ավելի շատ, բայց ձեր մոտ հարց չի առաջանում, բայց ձեր կտրիչ Ներսիսյանը, այսօր ուզում եք մուտիլովկե կանեք, չէ, յանի դա տարածել են իշխանությունները, բայց գցում են կտրիչի վրա, որ քանի որպեսզի էլի սկսել եք։ Իհարկե, այդ ձեր ուլերին կգնաք բացատրեք, ձեր ուլերին, բառացիորեն ձեր ժեխերին կետակ կբացատրեք,
Եղավ ձեր քակրան շռան, անհայրենիք, անաղուհաց թուրք ժեղերին կգնաք այդ կան բանը կհամոզեք։ Okay? Ես չեմ ուզեցել ունենամ այդ կարծիքը, դուք պարտադրել եք, որ ես ունենամ։ Մեզ դուք չեք կարա դա բացատրեք։ Որովհետև մենք ամեն ձև մտածելով հանդերձ գալիս ենք այլ տեղ։ Դուք առանց մտածելու եք գնում դրան, ու գործով առնվազն։ Կտրիչը Ներսիսյան կուրսի չի եղել, որ ենի քերա կնգանա դոմփում, կամ առհասարակ ինչ-որ մեկին դոմփում է։ Կարող է հանկարծ պարզվի, որ այն տիպի տեղյակ եղել, որ մաֆիա են իրար դեմ խաղում արդեն։ Դուք ձեր մեջ խուժան, ասում է, այսպես եկեղեցուց դեռ բանը, էլի են ժամանակներ եղել, երբ որ եկեղեցականը ճնշումների է ենթարկվել, բռնաճնշումների, ու բերում են ինչ-որ օրինակներ, իբր KGB-ն եկավ բանին խեղտեց, այն մյուսին խեղտեց, լսեք, այդ ուլեր, KGB-ն հենց դրա համար խեղտեց, բայց պահեց եկեղեցին, որպեսի լցնի ձեզնով, որովհետև դա կառավարման մեթոդ է, ու դա ձեռից բաց չէր թողնի, պարզապես ղեկավարը պիտի իր ուզած մարդիկ լինեին, ու քիչ-քիչ հասավ իր ուզածին, սա մեկ, երկրորդ, Տեր Շնորին, Արա Զորաբյանը խառը, այս կուտոկին, ասեմ հետևյալը, ուրեմն, օրինակ բերեմ հենց Բերդ համայնքից, մինչև Վազգեն Գալստանյանը Բերդում չի եղել այդպես մեկը, չի եղել, որովհետև դրանից մի 100 տարի առաջ, մի 100 տարի այնտեղ տերտեր չեն ունեցել, 80 տարի, լավ, տղերը բան չանեմ, կարող տենց, երկար ժամանակ չեն ունեցել, ինչի համար, որովհետև երբ որ մի տերտեր է գալիս ընդեղ, մի 100 տարի առաջ, ժամանակի ընթացքում, մեկի կնգան է բռնում, ու տենց իրար այդ սեռական հարաբերությունների մեջ են լինում, մինչև պալիտ են լինում, սրանք թրաշում, խուզում, թարսն էշի վրա նստաստում, որ են թքելով ճամփում են գնում է։ Դրանց հետո, ինչ քահանա ուզեցել են ղրգել, Էջմիածնից լարել են, ասել են դա վե փախած դու Արասարատ։ Ինչ են նկատի ունեցել, նա դուք ձեր մեջ հələ մաքրվեք, հետո կգաք մեզ կմաքրեք։ Դուք սա խնդիր չեք տենում։ Նույն Վազգեն Գալստանյանի ու մի շատ երիտասարդ ուսանողուհու պատմությունը, որի մասին ժամանակին ասել եմ, այ կեղծ բարեպաշտներ, բանավոր ասել ենք, չեք լսե, հիմա պիտի մի հատ վիդեո դնենք, որ դուք էլ հերնեք ցույց տաք ձեզ, թե դուք ինչքան բարեպաշտ եք, ու ինչքան լավ չի, որ տենց վիդեո կարա լինի, հասկացա Գայանե ջան, հա? Երբ որ ուսանողուհին վարձը չի կարում տա, այնա դուրս պիտի մնա, իսկ գյուղ տեղերում գիտեք, այդ տիպի պատմությունները փորձում են թաքցնել, ոչ թե հանրայնացնել, այնտեղ այլ կերպ է աշխատում, որովհետև դա կարա վնասի, անուններ չեն տալիս հլը, բնականաբար, ուսանողուհին վարձը չի հասնում տա, շատ ծանր պայմաններում են աշխատում, սա տանում է, փորձում է իր արևին օգտակար լինի, ես ճանաչում եմ այդ մարդկանց։ Այս ուսանողին շատ շնորհակալ, գալիս է, եկան հետ ասում են, ընդեղ մտի սենյակը, շնորհակալությունը մեր բարերարին հայտնի։ Մտնում է, սա սկսում է ձեռմեր գցելը։ Հիմիցես, որ բանավոր ասեցինք, քանի ստեք հելնելու այդ կեղծ բարեպաշտների նկատի ունեմ իհարկե ժողովուրդ ջան, քանի ստեք որներդ պոկելու դիվանից, հելնեք ասեք հələ մի րոպե ապե, դու մի հատ ես բան ես ասում, դու կապնում ես իմ եկեղեցուն ապե, հələ արի տենանք ես դու ես ինչ ես ասում, ոնց թե, բա եկեք, ես էլ կարող է բաներ եմ ձեզ ցույց տալիս ու հիմնավորում, բայց երբ որ ցույց եմ տալիս ու հիմնավորում եմ, նույն ձևով դուք պարտավորվում եք, հելնեք գնաք, այ դրան վերսեք, սս գլխի վրա տնգստեք հողի մեջ, չէ, որովհետև վռոծի մեր միջից ամենաթույն քրիստոնյան դուք եք։ Մենք ինչ ախպեր։
Մենք սպասում ենք վարչապետը երբ ասի գնանք պատարակի, ելնենք խելոք գնանք էլի։ Չէ՞։ Բա այդ կեղծ բարեպաշտներ, եկեղեցու պաշտպաններ, բայց պոռնոն որ տեսակ։ Ինչ տեղում նստած սպասում եք, այդ էլ մենք գնանք անենք, դուք էլ նստեք էլի գնահատեք ինչքանով լավ արինք, ինչքանով վատ արինք։ Ինչքանով ենք կեղծ, ինչքանով ենք ճշմարիտ։ Բա հելը ձեզ չի հետաքրքրում արա։ Եկեղեցու, այ լակո, դու որ ստեղ եկեք կանգնել ասել ես իրավունք չունի պատարակ մատուցել։ Բա էլի մի հատ վազելով գնա հələ այդ արշակիտ վեկալ ոռին մի հատ մուկ նկարի թող տենան մարդիկ։ Ասա իրավունք չունես դու առասարակ եկեղեցու կողքերով ֆռալու, այ պիղծ։ Դե հələ գնա այ ղրգած սադրիչ։ Այստեղ է հարցը, որ եթե դու էսպիսինն ես, ուրեմն դու էսպիսինն ես։ Եթե դու էսպիսինը չես, ուրեմն դու այդպիսինը չես։ Մեզ որ հավայի մի տուֆտեք Facebook-ներում, նստած ինչն էր ճիշտ, ինչը սխալ, ինչը լավ, ինչը վատ, քանի դեռ դուք ինքներդ ձեր քայլերով չեք ցուցադրել ձեր բնավորությունը եւ ձեր հստակ մոտեցումները ցանկացած հարցի։ Դուք ձևի հետևից ընկած ձևիստներ եք, մոդելներ եք։ Սառը հայացքով մոդելներ։ Ովքեր նստած լսում են սա, լսում են նա ու եզրակացնում են, որ ուրեմն այսպես է։ Ուրեմն սրանք էլ պիղծ են։ Հասարակության հատվածի եք ասում, արա։ Չեք կարում լեզուների տիրություն անեք։ Չեք կարում։ Չեք կարում, ուրեմն ստացեք։ Ուրեմն ստացվում է իմ բնութագիրը տեղին է, իմ տված բնութագիրը։ Ձեր հասցեին։ Ու այո, վեհարանը մաքրվելու այդ պղծերից։ Դուք այդտեղ ում ինչ կբնորոշեք չգիտեմ, համենայն դեպս դուք գործողության մեջ չկաք։ Չկաք։ Ինչով ապացուցում եք, որ դուք չեք էլ սիրում։ Որովհետև ցանկացած բանի կամ ցանկացած մեկի հանդեպ սերը նախ եւ առաջ գործողություն է։ Նախ եւ առաջ գործողություն։ Դեք ձեռնարկեք գործողություն։ Եթե դուք ուզում եք ցույց տալ, թե դուք այտենց ոչ մեկի ենթական չեք կամ ոչ մեկի ֆասով չեք գնում, կամ ուղեղները այնքանա որ ձեզ չեն մանիպուլացնում, ուղիղ տեսանյութ կա հրապարակած։ Գնացեք տեսանյութի հերոսի հետևից, ասա ապեր ջան, կանգնել ու հերքել չհերքելով չի, արհամարել չարհամարելով չի։ Դու էլի խաչը կախև վզիտ եկել ես, արալը կայնի։ Ես վիդեոն ես դու, տանում ես ես մասնագետների մոտ, կամ էլ ես էլ ես, տանում եմ ես իչ մասնագետի մոտ, հանգարց ընդեղ մոնտաժային միջամտություն չեղավ, լավը ծռում եմ հենց աստեղ արա, դու ոնց կարաս պղծես իմ եկեղեցին, բայց քանի որ դուք մենակ բառերով սիրող եք, թե եկեղեցին, թե հայրենիքը, թե ձեր զինվորին, թե ամեն ինչը դուք մենակ բառերով սիրող եք, դուք դա չեք անելու, ու ձեզ ֆաս տվողել չի եղել, ձեր ուղեղը մանիպուլ, ռոմանտիկա լցնողել չի եղել, հասկացանք հիմա իրար, թե չհասկանցանք իրար, կարողացավ պարզ բացատրվել, թե ոչ, ինչ-որ բան թերի մնաց։ Հա, իմիջայլոց, Կադիրովի թեմայի մասին, ես երեկ պիտի ասեի, երեկ չէ առաջ օրը, եթերի ժամանակ կամ գրառումների ժամանակ, տեսնում եմ, որ մարդիկ կան, ասում են, կնել ջան, որ խնդրենք, մենք կճշտես իմանանք, ես ինչ ասել ես, մարդը Կադիրովի թեմայի հետ կապված։ Ես խոստացել եմ, որ հաջորդ օրը առավոտը հենց տենամ առաջին հարցս հետա լինելու, որպեսզի ճշտեմ, որովհետև դա այո, ինձ էլ է անդուր, այդպես բան իմանալը։ Բայց մինչև ճշտելը ասել է, որ իմ կարծիքով այսպիսի մի բան կլինի։ Ու ինչու էի այդպես կարծում, որովհետև տեսնում էի, որ այդ Կադիրովի թեման ամենաշատը լցնում են նրանք, ովքեր որ Կադիրով, այն Վանեցյանը Արտուրը կանգնած Կադիրովի հետ ես իմ ինչեր է ցույց տալի խորանում։
Եկել եմ այն Կադիրովի մասին դիցով, ասես բոլշևիկները մեկ էլ է ինչ արե դրե։ Ես դա զարմանք էր արություն, որովհետև տարբերություն շատերը ես գիտեմ, որ լրատվականը ումն է։ Ու ես մտածում եմ ոչ թե որ լրատվականը ինչ ասեց, այլ մտածում եմ, որ լրատվականը խի կարա ասած լինի։ Մոտ գնացել եմ 3 առավոտյան, հենց եկել է Տեր Արամը, առաջի հարցս է եղել։ Կողքս եղել են հենց մի եթերս նայող տղերքից 2 հոգին առնված են։ Առաջի հարցս բարևից հետո է եղել, ասել եմ մի հատ 2 բառ էլի, ասա։ Ասել եմ Տեր Արամ ջան, սենց խոսակցություն է տարածվում։ Մարդիկ ինձ հարցնում են։ Չէ՞ որ ես իմ դեմքը, իմ ռեսուրսները, իմ հանդեպ արգանքը առել եկել կանգնել եմ ստեղ։ Ես այդ մարդիկ ինձ թանկ են։ Ինձ հետաքրքիր այդ հարցի պատասխանը տուր գնամ ասեմ։ Ասում է հետևյալը։ Ասում է Գնել ջան, այդ հայտարարությունը արել եմ, ասում եմ լավ չեմ հիշում, 18 թե 19 թվականին, որը հետո ջնջել եմ։ Թե ինչու են սկրինշոթով ֆայլ չգիտեմ։ Ու իսկապես եթե մտքով հետ են գնում 18-19 թվականներ, այդ ժամանակն շատերն էին ասում, որ այս Կադիրովը ոնց է պահում իր երկիրն ու ժողովուրդը։ Շատերն էին ասում ու շատեր անգամ երազում էին դες ղեկավարում են։ Այդ խոսքով ամեն դեպքում այս մարդը քաղաքական մարդ չի, դες կողքից ինչ ընկալում է տան, ոչ թե որովհետև այ Ուկրաինայում քանի որ բանս բաներ չի մտածում այս մարդը։ Չկա պոլիտիկայի մեջ։ Ասում եմ հա Տեր Արամ ջան, այդ հասկացանք, այդ ես գիտեմ, արդեն պարզել եմ որ դուք ջնջել եք։ Ինչ որ եղել է, ասում եմ իմ մոտ չի բերել, ես չեմ հասցրել ծանոթանամ։ Ինչ որ էլի եղել է դեպք, որ բանա ձեզ նորից հարցրել են այս վերջի 2-3 օրվա ընթացքում ձեր կարծիքը, դուք վերահաստատել եք դա։ Զրպտալով ասեց Գնել ջան, այո, բայց ոչ թե Կադիրով թրաշով չեն, ելիս նկատի ունեցել որոշակի խստություններ, որոնք որ իմ կարծիքով անհրաժեշտություն են, այս իմաստով։ Որ հստակ սահմանումներ, որոնք որ ոչ ոք չպիտի անցնի, այս իմաստով։ Ասի օքեյ, ինչ ասում ես, այդ էլ կփոխանցեմ։ Եվ ըստ էության ես էլ էի այդպես մտածում։ Ու հիշում եք, որ 3 էր թե առաջ օրը եթերի ժամանակ, ասում եմ, ախր մեր մեջ մարդիկ կան, որ մի կողմից ընտրում են ժողովրդավար ուժերին, նրանց մոտ դու չես կարա նրանց անունները տաս, բայց մյուս կողմից են ասում են, արա դա մեր երկրի մեծ Ստալին է պետք, էլի։ Մոտավորապես էս մի բան ասա։ Բայց քանի որ շատ է փչվում արհեստական այդ փուչիկը, ինձ համար հասկանալի էր, թե ովքեր են, ինչա, ինչու է։ Այսօր ինչի՞ չէ եկել Գնել ջան։ Իմ ընկերը, ով Հայաստանում չի ապրում, ցավոք սորտի, բայց ուզի մի օր էլի ապրում է այստեղ։ Նրա որդին տարիքը ծառայության երբ որ եկել է Հայաստան, որպեսզի գնա իր ծառայությունը հայրենիքին, իր պարտքը տա, անկախ նրանից, թե ինչքան վաղ Հայաստանում է, ինչքան վաղ Հայաստանում չի։ Այդ ընկերոջս մայրը խնդրեց, որ մեքենա չկար, միասին գնանք։ Մի 10 օր առաջ։ Ասի Մարիետտա ջան, երբ ասես ցավը տանը, բնականա չէ, որ ընկերոջս մայրն է, համարյա թե իմ մերն է, ինչ տարբերություն։ Ասի երբ ասես ցավը տանը, այդ վաղ ճշտեցինք բան, ասես Կիրակի օրը նարյադի չի, կարա ուվալնիցելնի վերցնի, դուրս գանք քաղաք մի քանի ժամով, ասի պրոբլեմ չկա, ուրեմն Կիրակի օրը գնացինք։ Ես վաղուց արդեն այս Կիրակի օրվա համար խոստացել եմ իմ ընկերոջ մորը, այսինքն գրեթե իմ մորը, իմ այն ընկերոջ, ով որ Հայաստանում չի։ Ես չէի կարող, ինչքան էլ որ շատ ցանկանայի, ես ինչքան կցանկանայի այսօր ընտեղ լինեի, բայց 3-4 օր չեմ կնե առավոտից գիշեր ընտեղ ենք եղել, 1000 բան ենք արել, ինչքան կցանկանայի այսօր ընտեղ կանգնել, պատարակ լցել, մյուս կողմից էլ վայելեի, թե ինչքան լավ անցավ սա։ Բայց այս պարագայում 1000 ներողություն բոլորիդ, ես գերադասեցի ընկերոջս մորը տված խոստումս իրականացնեմ, քան գամ ու տեսնեմ ոնց են մարդիկ ասում ապրես Գնել ջան, ամեն ինչ։ Դա կարևոր է։
Ինձ համար դա անչափ կարևոր է։ Գնացինք տեսանք տղին, այդպես։ Ու վերադարձանք, մի հատ էլ մանվելին վետ միջապրծակ ու եկանք տուն։ Գնել ճանեն գործն ինչ եղավ, որ ձեր ծննդյան օրը եկել էր ձեր շենքի դրան մոտ ու դուք պատվել, համպատվել, չամպել եք։ Այդ գործը ընթացքի մեջ է, ես շատ լավ գիտեմ արդեն պատվիրատուներին, ասել եմ էլ դրա մասին, խոսքը դոմպի պոյի մասին, գիտեմ այստեղ ում ոնց միջոցով այն կարել, ցավոք քնչականը շատ բաներ հələ չգիտի, շատ բաներ ես եմ իրենց հուշում, որտեղ ինչը նայեն, ինչը չնայեն, չնայած որ քննիչը երիտասարդ աղջիկա ու ոնց որ թե պատրաստակամությունը շատ մեծ է, բայց մի հատ փոքրիկ վրիպում էր եղել քննության ընթացքում ու ես դա նկատեցի, անգամ զարմացավ թե ոնց նկատեցի, ասեցի դե հա լինում է ռեժիսորի աչքայում, լինում է։ Հետո անկախ այդ ամեն ինչից ասեմ հետևյալը, երբ որ գործը հասնի իր տրամաբանական ավարտի, ես հատուկ իրենց խորքային անասունների ախորժակը եւ գոհունակությունը բավարարելու համար ստեր սուտ վերնագրեր դնողների համար կտեղադրեմ 1-2 տեսանյութ, որպեսզի հասկանանք ով էր եկել, ինչու էր եկել ու ինչպես էր գնում։ Մոտավորապես շատ փակագծեր չբացեմ, չնայած կարծես թե ասեցի ամբողջը։ Հա, այս պիպասի հիշա, ապեր ես ինչ մուտիլովկա ես անում, հերթական։ Իմիջայլոց ես արդեն ես բացում է, մենակ ինքը չի անում մուտիլովկա, այն Գալստանյանի հետի ջայլն էլ է անում։ Ինչ ասում է, արա եկեք մի հատ նայենք, չէ ուզում անդրադառնալ, բայց անդրադառնանք, որ ես եմ։ Արա, ապա ես ինչ ես խոսում դու։ Ասում է, բայց դա քո կարծիքն է, դու քո կարծիքը ինձ բաբշե հետաքրքիր չի։ Պրոստը ես ասում եմ, որ մեկը կարա շատ լուրջ դեմքով այդպես բարեր խոսա։ Ասում է, վարչապետը այն սկզբից ուզում էր կաթողիկոսին բանով, արշակով փչացնել, էլի ասում է։ Արա, վարչապետը գնա ասել։ Գնա քերոտ կանգա դոմպի, դու կուրս ես, դու դրան անդրադարձել ես կարծեմ, եթե չեմ սխալվում։ Հələ ես ով եք դու կարա, ես ուղեղով եք որոշել, թե Հայաստանում ով է հայ, ով է թուրք, ով է ում ինչ հանձնել, ով է ումից ինչ պաշտպանել, ես չեք արա դուք, ես չեք, բան ես մյուս ապուշը, բանը մատաղից հետա ձգած ուլ, է որ դեմը խպած 07-ի հայացքով նայում, բան է ասում, նայք, արա նենց ուժեղ բան է ասում, Էսի չի հասկանում ինչ է ասում, նայեք, կայնի, էլ էտենամ ճիշտ եմ բացել նոր, հա ոնց որ, մի րոպե, մերի ջան, կեզ էլ շնորհակալություն էսի տարածելու համար քո էջից եմ ցույց տալի, նայեք էլ ինչ հավես բան է ասում, Իշխանությունը մարգինալացվել, այնքան է այս իշխանությունը այլևս դարձել օդիոզ եւ որևէ ձևով անհամագործակցելի, որ մի բան եմ ուզում նշել, նույնիսկ Հայաստանում գործող խարիզմատիկ եւ տոտալիտար աղանդները այսօր դիստանցավորված են այս կառավարությունից։ Մի բան ուզում եմ ուշադրություն դարձնեք, ոչ մի աղանդավորական խումբ այս ընթացքում որևէ ձևով դուրս չի եկել այս իշխանության հետ բաց համագործակցության։ Եթե Լսեք ինչ է ասում, ուզում եք մի հատ էլ լսենք, էլի, ես ուզում եմ հավատամ, ես ճիշտ եմ լսում, թե չէ, եկեք մի հատ էլ լսենք ես ճստելոյին, մի րոպե, իշխանությունը մարգինալացվել, այնքան է այս իշխանությունը այլևս դարձել օդիոզ եւ որևէ ձևով անհամագործակցելի, որ մի բան եմ ուզում նշել, նույնիսկ Հայաստանում գործող խարիզմատիկ եւ տոտալիտար աղանդները այսօր դիստանցավորված են այս կառավարությունից։
մի բան ուզում եմ ուշադրություն դարձնեք, ոչ մի աղանդավորական խումբ այս ընթացքում որևէ ձևով դուրս չի եկել այս իշխանության հետ բաց համագործակցության։ Եթե 2018 թվականի իշխանափոխության, ինչպես շատ քաղաքական մեկնաբաններ արդարացիորեն նշում են, թուրքա-ադրբեջանական այդ հեղափոխության օրերին իրենց հիմնական հենասյունը Հայաստանում գործող որոշ աղանդավորական կառույցներ էին եւ բազմիցս հրապարակվել է դեմքերով, անուններով, թե աղանդավորական որ կառույցները, որ հովիվներն էին ակտիվ մասնակցում այդ իշխանափոխության առաջին ալիքներին, ապա այսօր նույնիսկ աղանդավորներն են վախենում եւ արհամարում այս գործընթացները եւ իրենց պահվածքը։ Վստահ եմ, որ նրանք շատ կուզեին աղանդավորական խմբերով ինչ-որ քանակ ցույց տալ, բայց այսօր ստիպված են քանակ ցույց տալ բացառապես նախարարներով, ստախոսներով, ուժայիններով։ Խոսքով մնացածը իր հատուկ լոլոներով։ Արա 18 ինչ աղանդավորականների մասին ես խոսում, ջաջա, ապագա ջաջա։ Լսի, ինչ որ 18-ից հետո բանի անուն եք տալիս Սորոսի, որը պարզվեց մուտիլովկա է։ Անկամ պարզվեց, որ Սորոսից օգտվել են ձեզ սատարող դաշնակները, բայց կապն չի օգտվել։ Մատատեղ մուտիլովկա արեցիք չկապավ։ Իմիջայլոս քեզ հիշացնեմ, որ այնքան մուտիլովկա եք արել, դրա 10%-ի համար առնվազն են կալանավոր ախպեր ջանը ստիպված է եղել ներողություն խնդրի։ Ես էլ հիշացնեմ, էլի։ Հիմի այս իշխանությունները աղանդավոր են, թե չէ, արա։ Դուք եք ասում աղանդավոր են։ Հիմի ասում եք, եկեք փաստենք, որ աղանդավորները անգամ նրանց հետ չեն համագործակցում, ու դա ասում եք շատ ուրախությամբ։ Հələ մի արա ինչ խոսած սրա հետ։ Արա ես այդալու ես տա փոցուտ ես կտրիչից, արա, մյուս անգամ ես ապուշ բաներ մի խոսա, արա։ Որովհետև նրանք գազ են տալի, որ ստեղ աղանդավորներ են, դու հելել ասում ես անգամ աղանդավորները չեն հասկանում եք։ Վայ հորս սարև արա։ Արա սրանց լուրջ վերաբերվող կա, պատկերացնում եք։ Լուրջ վերաբերվողներ։ Այն որում ես կարող եմ մարդ ես, էլի, մի օր առանձին մի հատ եթեր անեմ, գիտես որ թեմայով չստելով։ Նայ։ Հայաստանի Հանրապետությունում աղանդավորությունը շատ լայն թափ է ստացել Կտրիշ Ներսիսյանի տորոք, ով փող շատ է սիրում, շատ, շատ, չափազանց շատ, ամեն ինչից շատ փող է սիրում, ու իր օրոք աղանդները շատացան մեր երկրում։ Հասկանում ես։ Ու այսօր դուք տվյալներ ունեք, որ նրանք հետները չեն։ Հասկանում ես։ Չէ, մենք չենք հասկանում, դու երևի հասկանում ես։ Եկել էր մի հատ բան, դպիր, փորձում էր հասկանալ այսօր եկեղեցու ես համայնքի անդամ թե չէ բան, երեք։ Դուք չեք զգացել, ասենք, լավ, լուրջ պիտի այս տեսակ պատարակին ընդամենը այսքան մարդ լիներ։ Առհասարակ Հայաստանում պիտի մարդիկ այդքան եկեղեցուց հեռացած լինեին, այդ ում խնդիրն է։ Մենակ չասեք Նիկոլ Փաշինյանի աղբոր պես։ Ես բան եմ ասում, խորը մտածում եմ, ուրեմն իմ մեջ որոշել եմ, որպեսզի հնարավորինս հաճախ ամիսը գոնն է մի անգամ կիրակի օր գնամ հենց Հովանավանք, որովհետև Տեր Արամը ինձ շատ իմ մեջ շատ բաներ բացեց։ Ոչ մի բան չանելով իմիջայլոց, հատուկ ոչ մի բան չի անում։ Ու այս պրոցեսները, որ նայում ենք, խորքային եկել է հենց երկրի ղեկավարի մոտեցումներից։ Ու ստացվում է, եթե ես մի օր վերադառնամ եկեղեցի,
Են ձևով, երես պաշտությամբ չէ, երես պաշտությամբ նենա լիքնեմ։ Ես շուշուտ գնում եմ եկեղեցի եւ այլն, բայց այդ բանը, որ ձեր հետեր շփվեմ, բան սովորեմ, ուսուցիչ տեսնեմ քահանայի մեջ ու ուզեմ նրա իմաստուն խոսքը լսեմ, մոտ չկա, որովհետեւ բերանները բացում են, ես գիտեմ ինչ են խոսում, ես իրանց ուսուցիչ կարամ լինեմ շատերին։ Բայց այս պարագայում հնարավոր է կապվեմ ու գիտակցելով, որ այս պրոցեսների արդյունքում է տենց ստացվում, հետևությունը հետևյալն է լինում, որ երկրի ղեկավարը ավելի շատ է նպաստել, որպեսզի մարդ վերադառնա եկեղեցի եւ քահանային էլ վերաբերվի որպես ուսուցչի, Տեր հոր, քան դուք։ Դուք մենակ վտարել եք ձեզնից։ Հենա, հնարիկն էլ է գրում, այսօրվա պատարակը կյանքի կոչեց բոլորիս։ Այսօր ինձ մի կին է զանգել, ճստելով, ուր գնաց մտնավ էկրանը, մի կին է զանգել, տեղաշարժվելու խնդիր ունի։ Ասում է գնել ջան, ես դիտում էի ու շատ եմ ուզում հանդիպեմ Տեր հորը, կարող ես օգնես ինչ-որ կերպ հեռախոսի համար տաս, կապ հավենք, որ չգամ հասնեմ տեղ այս վիճակով ու հանկարծ չհանդիպեմ, ինձ համար շատ բարդ է, էլի։ Ասի 3 շաբթի կզանգեք, մի բան կկազմակերպենք։ Արա քանիսն եմ ցանկություն հայտնել քեզ, Գալստանյան Վազգենիդ, այդ Արշակին, Կատրիճին հանդիպելու ոչ շահադիտական բանով։ Ես որ ապուշ մի խոսացեք, այդ տավտալոգյան 19-րդ դարում կարար աշխատեր։ Եմի ժամանակներն ուրիշ են, գնացեք գիրք կարդացեք 2 հատ։ Լավ եղեք ժողովուրդ ջան, իմ ասելիքը այս պայի համար հիմա սա էր, շատ ասելիքներ կան, բայց չեմ ուզում ձանձրացած լինեմ։ Ես էլ հոգնած եմ մի տեսակ ձևակերպումներն էլ չեմ կարողանում ամբողջ սրտովս տամ, էլի։ Վաղը դժվար թե եթեր ստացվի, բայց կխոսենք, շատ կխոսենք դեռ, որովհետև այս ամեն ինչը մեկնարկներ մեծ պրոցեսների։ Ու ես կարծում եմ, որ այլևս նրանք, ովքեր նստած կմնան, ուրեմն քննարկելու, քննադատելու ժամանակ էլ արդարացի չեն լինի։ Այստեղ պրոցեսը իրավական, պետության, օրենքների չգիտեմ ինչի մասին չի լինելու։ Այստեղ պրոցեսները բարոյականության մասին են լինելու։ Ուստի նախ եւ առաջ ես ինձ եմ ասում, գնել ջան, բերանդ էլ չարփավոր այսօր մի քիչ ներվայնացար չափերը տանցարելի, որովհետեւ այստեղ այլ բան է։ Ու ամեն մեկս մեզ ասենք, մենք ստեղ միտինգավոր չենք լինելու, կտրիչին հեռացնելուց մենք չենք գնալու միտինգ անենք, որ հեռանա։ Մենք գնալու ենք տիրոջ կարգավիճակով ու ասենք մաթելը դες հեսայելի կրկնում էի։ Давай, արագ, շատ։ Լավ եղեք ժողովուրդ ջան, վաղը դե free news-ը պալյուբոմ ու կա, ոնց որ դեռ թեմաներ կլինեն մի քիչ ավելի բացելու։ Շնորհակալ կլինեմ, եթե free news-ի հաղորդումներն էլ դիտում եք, մենք քննարկում ենք ամենատարբեր բաներ, Անդրանիկն էլ գրել է ասում է այդ ճստալոն 150,000 հետևորդ ունի, դե ջոգում ես։ Արդար է ժողովուրդ ջան, արդար է, նորմալ է, հարց չկա, ինչ է եղել որ, ոչինչ։ Լավ եք, բարի գիշեր ձեզ։